Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում հանդիպում էին կազմակերպել, կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ մեկնարկել է լսումների շրջայցը, որի շրջանակներում են այցելել Գյումրի ներկայացնելու Լուսավոր Հայաստան կուսակցության ծրագրերը, միևնույն ժամանակ մարդկանց լսելու նպատակով են շրջելու մայրաքաղաքում եւ Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք գնում ենք մարդկանցից ստանալու նրանց պատգամը, մենք գնում ենք մարդկանցից ստանալու նրանց այն խնդիրների բերը, այն խնդիրների բազան եւ առաջարկությունների, թե քննադատությունների, ակնկալիքների, որ մենք պատրաստվում ենք ներկայացնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Լուսավոր Հայաստանը աշխատանքներ է տանում մարզային գրասենյակների ձևավորման ուղղությամբ։ Մարուքյանը նշեց, որ հավանաբար հաջորդ ամիս կուսակցությունը գրասենյակ կհիմնի նաեւ Գյումրիում։ Կուսակցության առանցքային նպատակներից է ստեղծել հավասար հնարավորությունների համաչափ զարգացող Հայաստան, որտեղ տեղի է ունենալու քաղաքական որակյալ սերնդափոխություն։ Լուսավոր Հայաստանը ցանկանում է քաղաքական համակարգի առողջացման միջոցով Հայաստանում բերել փոփոխություններ, որը կբերի Հայաստանում քաղաքական process-ների, քաղաքացիների մասնակցության, քաղաքացիները իրենց մասնակցության միջոցով կձևավորեն իշխանություններ, սկսած տեղական մակարդակից մինչև համապետական մակարդակ։ Գյումրիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց հարց է տրվել, որն է Գյումրիի խնդիրների լուծման բանաձևը։ Էդմոն Մարուքյանի եւ կուսակցության մյուս ներկայացուցիչների կարծիքով տարածքային համաչափ զարգացումը շատ հարցեր կլուծի, ոչ միայն Գյումրիում, այլ հանրապետության շատ այլ բնակավայրերում։ Եթե մենք համաչափ տարածքային զարգացման քաղաքականություն վարենք, զարգացնենք Գյումրին, զարգացնենք Վանաձորը, զարգացնենք Գորիսը, Կապանը, մյուս քաղաքները, Երևանը որևէ պարագայում չի կարող գերծանաբեռնվել, Երևանը որևէ կերպ չի կարող դառնալ այնպիսին, ինչպիսին որ այսօր կա։ Եվ պետական ռեսուրսների անարդարացի բաշխման արդյունքում է, որ այսօր մենք ունենք շատ լավ վիճակում գտնվող մի քաղաք եւ դրանից մի քանի տասնյակ մակարդակ ցածր վիճակում գտնվող համայնքներ։ Հայաստանում 30% դա պետական տվյալներ են, 30% աղքատության ցուցանիշ կա, 30 քանիս։ Սա նշանակում է ամեն երրորդ մարդ, այսինքն ամեն ձեր կողքի նստած երրորդ մարդը աղքատ է։ Ու սա պետական թիվ, այսինքն կառավարությունը հաշվարկել է վիճակագրությամբ այս թվերը հրապարակել է։ Պարզ է, չէ՞ որ դա որոշակիորեն նկարած թվեր են, այսինքն այդ ցուցանիշը հենց իրական իմաստով շատ ավելի բարձր է։ Արժանի ենք ունենալու հավասար հնարավորությունների պետություն, համատարած զարգացած պետություն, որ կապ չունենա դու որ քաղաքում ես ծնվել Հայաստանի Հանրապետության, դու պիտի ունենաս նույն հնարավորությունները սովորելու, աշխատելու, բուժվելու բոլոր տեսանկյուններից։ Իսկ մենք տուժում ենք, մենք պարտվել ենք բոլոր տեսանկյուններով։